Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում պետության կողմից ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանին։ Կողմերը հեծի հարցն են քննարկում։ Մինչ այս նոյեմբերի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է հեծի Տաշիր Կապիտալ ընկերությանը տրված էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Հայաստանում կասեցվել է այս տարվա ընթացքում արդեն 4-րդ հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը, հայտնում է ներքին գործերի նախարարությունը։ Իրավապահները խոզարկություն են իրականացրել կենտրոնում, մինչ այդ պարզվել էր, որ մի խումբ անձինք Երևանի Արաբկիր վարչական շրջանում գրասենյակային տարածք են վարձակալել, կահավորել որպես հանցավոր զանգերի կենտրոն եւ առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ են իրականացնում։ Հաջողվել է պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը։ Խոզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 27-ին Ղրղստանում նախանշված ՀԱՊԿ գագաթնաժողովին, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա միաժամանակ հայտարարել է, որ Երևանը դեմ չէ գագաթնաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։ Հայաստանը հայտարարել է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու մասին, կառույցից դուրս գալու հարց, սակայն առայժմ չի քննարկվում։ Վերջին 2 տարիներին մեր երկիրը գրեթե չի մասնակցում ՀԱՊԿ-ի միջոցառումներին։ Թբիլիսիում, որտեղ ամիսներ շարունակ բողոքի ցույցեր են ընթանում եվրոինտեգրումը կասեցնելու իշխող վերացական երազանք կուսակցության որոշման դեմ, ոստիկանությունը կրկին ակցիայի մասնակիցների է բերման ենթարկել։ Հաղորդում է առնվազն 5 ձերբակալվածի մասին, իրավապահները դեռևս չեն հայտնում պատճառը։ Վերջին օրերին ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս փակել մայրաքաղաքի կենտրոնական Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է երկրի խորհրդարանը։ Ռուսական անօդաչու թռչող սարքերն այսօր վաղ առավոտյան հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա, Կիևում հրդեհներ են բռնկվել, առնվազն 2 բնակելի շենքերում 4 մարդ վիրավորվել է։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեղեկացրել է, որ Կիևի կենտրոնում տարհանում է իրականացվում ամբողջ քաղաքում էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման ընդհատումներ են։ Ռուսական կողմն իր հերթին հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները վնասել են բնակելի շենքեր Սևծովյան Նովորոսիիսկ նավահանգստում, առնվազն 4 մարդ տուժել է։ Քաղաքի տարբեր շրջաներում վնասվել են բարձրահարկ շենքեր եւ մասնավոր տներ։ Երկու կողմից էլ հաղորդվում է նաեւ զոհերի մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է վերանայել բոլոր փախստականների գործերը, որոնք երկիր են մուտք գործել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։ Աննախադեպ այս հրահանգը կարող է վերաբացել հազարավոր անձանց գործերը, որոնք ապաստանի համար դիմել էին Միացյալ Նահանգներին։ Հրամանը կտարածվի 2021 թվականի հունվարի 20-ից մինչև 2025-ի փետրվարի 20-ն ընկած ժամանակահատվածում երկիր մուտք գործած շուրջ 230,000 փախստականների վրա։ Կրության համաձայն նրանք, ովքեր արդեն գտնվում են Միացյալ Նահանգներում, բայց չեն համապատասխանում փախստականի կարգավիճակի չափանիշներին, կզրկվեն այդ կարգավիճակից։ Հայաստանի տարածքում նոյեմբերի 25-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ից 26-ից 3 աստիճանաբար կնվազի 2-ից 3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Երևանում նույնպես նոյեմբերի 25-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-ից 15, երեկոյան ժամերին 7-ից 9 աստիճան տաքություն։